Եկեք համաձայնենք, որ ամենահամեղ փլավը ստացվում է մի քանի տեսակհատիկ եղենի համադրությամբ։ Այսօր միասին պատրաստում ենք երկարահատիկ բրնձով և բլղուրով անչափ համեղ փլավ։ Շատերի համար հնարավոր է, որ պատրաստման այս տարբերակը նորություն լինի, սակայն վստահեցնում եմ, որ մեկ անգամ փորձելուց հետո բաղադրատոմսին անդրադառնալու եք շատ անգամներ, քանի որ ստացվում է շատ համեղ։ Տեսեք ինչ հատիկ-հատիկ է ստացվել, այն իդեալական է համադրվում մսային ուտեստների և տարատեսակ կոտլետների հետ։ Մեզ անհրաժեշտ է երկարահատիկ բրինձ, նույնչափ բլղուր, կարագ, համեմի սերմ և աղ։ Կարելի է պատրաստել ինչպես խոշոր, այնպես էլ մանր տեսակի բլղուրով, համայն ոչ մի տարբերություն։ Նախ լվանում ենք բրինձը այնքան, մինչև ջուրը թափանցիկ դառնա, այդպես ավելորդ օսլան դուրս է գալիս և փլավը ստացվում է հատիկ-հատիկ։ Շատ կարևոր է նաև, թե ինչ տեսակի բրինձ ենք վերցնում, օրինակ կլոր տեսակի բրինձը բավականին օսլա է պարունակում և դրանով պատրաստված փլավը ստացվում է կպչուն։ Չենք մոռանում լվանալ նաև բլղուրը։ Տապակի մեջ կարագ ենք դնում, ավելացնում ենք 1 թեյի գդալ համեմի սերմ, պովում ենք 1-2 րոպե, որպեսզի համեմունքի բույրը լավ բացվի։ Բարեկամներ, եթե պահք եք պահում, կարող եք պատրաստել բուսայուղով, այդպես կստացվի պահքի փլավ։ Ավելացնում ենք բրինձը, կարագի մեջ պովում ենք 1-2 րոպե։ Քանի որ բլղուրը բավականին արագ է եփվում, այն կավելացնենք, երբ բրինձը կիսով չափ պատրաստ կլինի։ Ցանկության դեպքում կարելի է պատրաստել սոխիռ, ինձ ավելի շատ դուր է գալիս համեմի սերմով տարբերակը, այսպես փլավը ստացվում է տարբերվող և ունենում է յուրահատուկ համ։ Նույն բաժակով, որով չափել ենք բրինձը, ավելացնում ենք 2 բաժակ եռման ջուր։ Եթե փլավը պատրաստում եք խոշոր տեսակի բլղուրով, այդ դեպքում ավելացրեք ևս 1 բաժակ եռման ջուր, որպեսզի բաղադրիչները հասցնեն իդեալական եփվել։ Համեմում ենք աղով, եփում ենք մոտ 10 րոպե, այնուհետև ավելացնում ենք լվացած բլղուրը, եփում ենք այնքան, մինչև ամբողջ ջուրը քաշվի։ Միանգամից չենք մատուցում, թողնում ենք փլավը հանգստանա մոտ 5 րոպե, այդպես այն ստացվում է հատիկ-հատիկ։ Ընդամենը 30 րոպե և արդյունքում ստացվում է անչափ համեղ, հագեցնող, 2 բաղադրիչով համադրված հետաքրքիր փլավ։ Եթե սիրում եք ոսպով և բրնձով փլավ, ապա այս բաղադրատոմսը նույնպես շատ կհավանեք։ Մատուցում ենք և անուշ ենք անում, բարի ախորժակ։ Այսօր էլ բլղուրով և բրնձով նման համեղ փլավի բաղադրատոմս։ Դուք էլ փորձեք պատրաստել այս տարբերակով, սնվեք առողջ և եղեք օրհնված։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։